Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալներ, այսօրվան ջաշու ընթերցումը, որ բադարակի ջաշու ավետարանը, որ բադարակի սկիզբը գարտացվեցավ, քաղված էր Ղուգասու ավետարանեն։ Ավետարանը, որուն ավետարանիչը մեծ չանք և աշխատանք տարած է, Հիսուսի կյանքը ներկայացնելու իր ժամանակագրական կարգով։ Ղուգաս ավետարան գրված է Ղուգասու ավետարանիչի կողմէ, որ հույն բժիշկ մը եղած է, որ չի ապրած Հիսուսին հետ, սակայն Պողոս առաքյալին հետ լալով, առաքյալներուն հետ լալով, արձանագրած է, ուսումնասիրած է այն ամեն բաները, որոնց մասին զանազան դեղերը լսած է, և իր ավետարանին սկիզբը գսե այս բոլորը կգրեմ, որբեսի դուք վստահ ըլլաք, այնինչ որ լսած եք Հիսուսին մասին, ճիշտ է։ Ղուգաս ավետարան, եթե բանակ և գարտակ, պիտի տեսնեք, որ մեծ չանք կտապե նաև փոխանցելու, համոզելու, վստահեցնելու, որ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ և Աստված էր և աշխարհ եկավ փրկելու ոչ թե խումբ մարդոց, այլ ամբողջ մարդկության եկավ հարուստին և աղքատին, եկավ մանավանդ գարորդյալին և զրկվածին և գշեշտե, որ Հիսուս կպատկանի բոլորին։ Ուրեմն, եթե գուզեք տեսնել Աստուծո սերը ամբողջ մարդկությանը ստեղծագործության, բացեք Ղուգասու ավետարանը, գարտացեք զայն մեկ շունչով և տեսեք Աստուծո բարգևը իսկապես մարդկության։ Այսօրվան ավետարանը քաղված 9-րդ գլուխեն 3 տարբեր դեպքեր կպատմե և կսկսի ասելով. երբ ժողովուրդը կզարմանար Հիսուսի գործած հրաշքներուն մասին, Հիսուս իր աշակերտներուն ըսավ. մտի գրեք և ձեր միտքը պահեցեք, մարդու որդին մարդոց ձեռքը պիտի հանձնվի։ Բարձրացնելու համար, երբ ժողովուրդը և բնականաբար այդ ժողովրդին հետ եղող առաքյալները, երբ կզարմանային Հիսուսին ըրած հրաշքներուն վրա, որտև այս դեպքեն առաջ Հիսուս հիվանդ մը կբժշկե, որուն նույնիսկ առաքյալները չէին գրծած բժշկել, և բոլորը հիացած կզարմանային, Հիսուս ըսավ իր առաքյալներուն. եկեք, միտքերնիդ պահեցեք, հուսախաբ չլաք, որտև մարդու որդին մարդոց ձեռքը պիտի հանձնվի։ Եվ ավետարանիչը կշարունակե ասելով. բայց առաքյալները չհասկացան ինչ կուզե ասել Հիսուս, որովհետև Աստված իրենց մեծացած էր և կվախնային հարցնելու այդ մասին։ Ինչու համար ըսավ Հիսուս այդ մեկը, սիրելիներ, և ինչու համար մենք ալ այսօր մեր միտքը պետք է պահենք, որ Հիսուս մարդոց ձեռքը հանձնվեցավ։ Որտև առաքյալներն ալ իբրև հրյա ժողովրդին մեկ մասնիկը, իրենք ալ կհավատային իրենց օրենքի քիրքերուն և իրենց սպասումով Մեսիամը գագնգալեին, որ քաղաքական հաղթանակ մը պիտի դաներ և իրենք զորավոր ազգ մը պիտի դարձներ և փրկեր օդար և ուրիշ ժողովուրդներու քերութենեն։ Մեսիամը կսպասեին, որ հավանաբար Սիուն վրա նստած պիտի արշավեր և իրենց փրկություն պիտի բերեր, բայց այնպիսի փրկություն, որ ֆիզիկական, մարմնական, նյութական հաղթանակ կգալեր։ Հիսուս ըսավ. միտքերնիդ պահեցեք, այն անձը, որուն մասին դուք կզարմանաք և կհիանաք, որ բժշկություններ կկատարե, մարդոց ձեռքը պիտի հանձնվի և խաչ պիտի բարձրանա։ Եվ այսօր մենք որքան պետք ունենք, մենք ալ այս բանը միտքերնից մեջ պահելու, մեր կյանքի դժվարություններուն հետ հաճախ հարց կտանք, մեր նշանավոր խոսքը ուր է իր Աստված։
Երբ դժվարության մանտիվին գսենք, եթե Աստված բարի էր, բայց չեր լար, կսկսենք դադամցիլ Աստուծո գոյության, բայց Հիսուս Քրիստոս մեզի կհայտնե իր կյանքով, որ Աստուծո ծրագիրը դարբեր է մարդոց ակնկալութենեն, բայց Աստուծո ծրագիրը մարդոց համար է, մարդոց համար փառք է եւ լույս է։ Եվ անգևերջ աշակերտները առանց հասկանալու Հիսուս Քրիստոսի այս խոսքը գսկսին իրար հետ վիճապանիլ, որ իրենց մե ով է մեծը։ Հիսուս գիտնա անոնց մոդեցումը, մանուկ մը գբեր է իրենց մեջ, գսե ցեզ մե մեծը այն է, ան որ այս մանուկը գընդունի իմ անունովս, եւ ան որ այս մանուկը ընդունի զիս ընդունած կլա, իսկ ան որ զիս ընդունի ընդունած կլա իմ երկնավոր հայրս։ Ուրեմն գսե Հիսուս, ձեր մեջ մեծը այն է, որ ձեր մեջ ամենեն փոքրիկն է։ Եվ գշարունակե ավետարանի չբատմել թրվակը եւ գսե որ Հիսուսի քով եկան հանգարց առաքյալները, որոնք ուրիշ տեղեր կացած էին, եւ Հիսուսին գսեն. դեր մեկը տեսանք քու անունովդ չար հոգիները դուրս կհաներ մարդոց մեջ են, արգիլեցինք իրեն, որովհետև մեզի հետ չեր բդդեր, չէինք ճանչնար իրեն։ Հիսուս գսե ցկեցեք անոր, որովհետև ան որ մեզի հագարակ չաշխատիր կնշանակե մեզի հետ է։ Ահա վասիկ սիրելիներ, երեք դարբեր թրվակներ, որ այսօր գարտացվեցավ, որոնք խորքին մեջ մեկ ճշմարտությունը կփոխանցեն, որ Աստուծո գամքը դարբեր է հաջող մեր գամքեն։ Մարդկությունը մեսիան կսպասեր, բալատներու մեջ հավանաբար, մեսիամը հաղթական, ծնավ մսուրի մեջ։ Մեսիամը կսպասեր, որում ծնունդի մասին ամեն մարդ պիտի գիտնար, ծնավ լուր մսուրի մեջ։ Մեսիամը, որ հաղթանակ պիտի դաներ, բայց խաչվեցավ։ Անոր համար մենք ալ պետք է գիտակցենք մեր կյանքի մեջ, որ մենք երբ գաղութենք հայր մերը ըսելով եւ գսենք եղիցին գամքո, որպես հերգինս եւ հերգրի, Աստուծո գսենք որ դեր քու գամքը թողելա, որովհետև Աստուծո գամքը բարի է։ Աստված միայն բարիք կգամենա մարդոց համար, մարդիկ են որ չարությունը կգործեն։ Բայց մենք ալ հավանաբար ադեններ չենք հասկնար առաքյալներուն պես, ինչպես որ իրենք չհասկացան Հիսուսի իսածները։ Անոր համար ահա վասիկ այսօր հրավերմը դառնալու Սուրբ Հոգին, որ կբացատրե եւ ճշմարտությունը կհայտնե։ Առաքյալները Հիսուսի կյանքին մեջ ներկա էին, բայց շատ բան չհասկացան։ Հիսուս հաճախ իրենց ցիդողություն հրավ, բայց ամեն բան հասկացան, երբ Սուրբ Հոգին ստացան, Սուրբ Հոգին բացավ իրենց աչքերը եւ առաքյալները, որոնք վախկոտ էին, Հիսուսի խաչելուտենեն վեճ գվախնային, իրենց բանդարգած էին, դուրս չէին գար, հանգարց դարձան նոր մարդիկ, նոր ոգիով, հզոր, զորավոր եւ ելան Աստուծո եւ իրենց տեսածներուն, լսածներուն եւ ապրածներուն մասին խոսեցան։ Կյանքի մեջ, եթե մենք ալ չի հասկանանք Աստուծո գամքը մեր կյանքին մեջ, Սուրբ Հոգին դառնանք, որ կբացատրե, կսորվեցնե եւ Սուրբ Հոգին ցայնը ավետարանն է։ Ավետարանը, որ կբարբագե թե Աստուծո խոսքը եւ թե Աստուծո Հոգին, որուն գարտացողը սիրելիներ դարբեր մարդ կդառնա։ Մեր կյանքի մեջ մենք ունենք շատ մարտահայտություններ, որոնք դարբեր խումբի մարդիկ դարբեր ցևով գագնգալ են։ Օրինակ, երբ հարստության մասին կխոսենք, ադեններ գադագով, ադեններ ճշմարտաբես կսենք, կարևորը հոգիի հարստությունն է։ Խումբը մարդիկ գարհամարեն ծիծաղով կմոտենան արտահայտության, իսկ խումբը մարդիկ գահավանին։ Գահավանին անոնք սիրելիներ, որոնք Քրիստոսով կյանքը դարբեր կտեսնեն, որոնք Քրիստոսով կյանքը եւ Աստուծո ծրագիրը կփորձեն հասկանալ, իրականության գնային,
Եվ ինչ հետաքրական զուգատիպությամբ պիտի պատմեմ այս մեկը, երբ կխոսեի մեր շուրջ գտնվողներեն, ծանոթներեն մեկուն հետ, որ փափակ ունի օրը եկեղեցական դառնալու, եւ այդ փափակը հայտնած է իր ծանոթներեն մեկուն, այդ ծանոթներեն մեկը իրեն ասած է, աս վարդակույն աշխարհը պիտի ցկես, մոխրակույն աշխարհի մեջ մտնես։ Մոխրակույն է, այո, եթե Հիսուս Քրիստոս այդ ճանապարհին ընթացքին չլա։ Մոխրակույն է ամենտեղ, եթե Հիսուս Քրիստոս ներգա չլա կյանքիդ մեջ։ Լույսի բարգեւիչը, լույսի ստեղծիչը սիրելիներ չի գրնար խավարդալ։ Անոր համար այսօրվան ավետարանը հրավեր է մեզի, որ մեր կյանքի ըմբռնումները մաղենք Քրիստոսի հոգիով, Քրիստոսի աչքերով։ Մեզի համար, աշխարհին համար մեծը այն է, ան որ բարձր թիրքերու կհաստի, ան որ հարուստ է, ան որ բարձր աստիճաններու վրա կգտնվի։ Հիսուս Քրիստոս այդ ամեն բաները չուրանար, չսերցեզի, մի հետաբնտեք ձեր լավագեցությունը, բայց Հիսուս Քրիստոս կհիշեցնե, որ ճշմարիտ մեծությունը այն է, որ համեստության մեջ կգտնեն։ Ինչու՞, որովհետև Աստված ինք համեստացավ աշխարհ գալով։ Իր փառքը ցկած ավետարանը գսե Աստված հաջեցավ մեր նյութական ժամանակավոր մարմինը բնագարան ընդունել։ Անոր համար սիրելիներ, անգամ ևս այսօր արիթ է մեր կյանքի ամեն քայլափոխին մտածելու, որ ինչպես Հիսուսին գամքը կարելի է հասկանալ, մեր կյանքի հանգրվանը ինչպես կհամապատասխանե Հիսուսի կյանքին եւ Հիսուսի ծրագրին։ Եվ այս բաներու մասին երբ կմտածեի, միտքս եկավ Եղիշե Բադրիակ Թուրյանի բանաստեղծություններեն մեկը, որ այսօր կուզեմ ցեզի հետ բաժնել եւ անով վերջացնել մեր այսօրվան խորհրդածությունը։ Մենք բոլորս գսիրենք դերը, գասկած չունիմ այնգե։ Բոլորս գուզենք հետևիլ դիրոջ, գասկած չունիմ այնգե։ Բայց ազններ գհետևինք այնպես, ինչպես որ մենք կուզենք եւ ոչ թե այնպես, ինչպես որ դերը կգամի։ Եվ Բադրիարք Սրբազան հայրը բանաստեղծություն մը գրե, որ երկի վերածված է եւ շատ մը շրջանակներու մեջ ծանոթ է, որ գսե դեր Եդևետ գուքամ, եթե դանիս ինձի հորթանան քեդին մոտ, ուր թաշտերը քեղեցիկ են, ուր հովիտները դափակ են, գսե դեր գուքամ հետդ, եթե ինձի գանայի հարսանիքին դանիս, ուր որ Հիսուս գնաց հրաշք մը կործեց, չուրը քինիի փոխեց, գսե հոն ավոր է, քինիին հոդը ծաղիգի պես գուկա, բայց գիտես դեր գսե Գվախնամ հետդ քետ սեմանի կալու, ուր որ Հիսուս ծերպագարվեցավ, որդև գսե, եթե հոն կամ գվախնամ արաքյալներում բես, ես ալ քունի անցնիմ և ադի իմ մահվան քունը սլլա։ Անոր համար գսե դեր, ինձի ավելի հերում մի գանչեր, և գսե դեր, ես կրնամ ետևետ կալ, և որ թուն խաչ ու ուսիդ կողքոտագել ես, վստահ ոչ, և բադրիարքը իսկապես կներգայացնե ինչպես մարդ արարածը թեև գսիր է իր աստվածը, բայց քիչ մսկուշ, որբեսի չլա, որ փորձության մատնվի, որբեսի չլա, որ խաչին զանրությունը զինք կքե, բայց վերջը բադրիարքը իր բանաստեղծությունը գամփոպե ասելով, բայց դեր ասին զորություն մը գամեջս, որ ինձի գմղե ետևետ կալու եւ երթալու հոն, ուր որ թուն գտնվիս։ Անոր համար սիրելիներ, Աստծո գամքը հասկանալը հավանաբար թյուրին չէ, որովհետև մեր հանգիստ շրջանագեն ադեններ գհրավիրեմ ես դուրս գալ, գհրավիրեմ ես ունեցածիդ երկու հադեն մեկ ադը չունեցողին դալ, գհրավիրե քեզ աբդագողին ներելու, գհրավիրե քեզ անիծողին աղոթելու, ամենն ասոնք քու հանգիստ շրջանեդ դուրս գալ գհրավիրե, բայց եթե մեմը վստահիս Աստուծո, պիտի տեսնես, որ այդ ուժը, որ մեջդ գա, այնքան գփորփոքի, որ գսես դեր, քեզի հետ պիտի կամ մինչև Գեթսեմանի, քեզի հետ պիտի գալեմ մինչև Գողգոթա։
Նախքան ավարտելը այսօրվան խորհրդածությունը հիշեցնեմ նաև մեր հավատացյալներուն, որ այսօրվան մեր օրացույցին մեջ գսվի, որ այսօր Փարեգենտան է հիսնագի բահոց։ Փարեգենտան բարը ցեզի ծանոթ է։ Զադիգեն 50 օր առաջ Փարեգենտանը գդոնենք, գնշենք, ապա բահեցողության մեջ կմտնենք աղոթքով եւ բահեցողությամբ մոդենալու համար եւ դոնախմբելու համար մեր Տիրոջ հարության օրը։ Դժբախտաբար սովորություն մնե, որ գարձես մորցված է մեր կյանքի մեջ եւ այսօր գուզեմ բարձրապես հիշեցնել, որ վաղը 50 օրյա բահեցողության շրջանը կսկսի, որբեսի 50 օրեր վերջ Տիրոջ ծննդյան մեծ բարգևը թիմավորենք մաքուր հոգվով, խղճով, բահեցողությամբ խոն հասնելու եւ աղոթքով։ Թող այսօր եկեք մեր աղոթները միացենք անգամ եւս հավատքով ասելու դեր եղիցին գամքո, որբես հերգինս եւ հերգրի Հավիդյանս հավիդենի